Բարև ձեզ։ Այս քանի օր ես ինձ հարց եմ տալի։ Նույնն է ձեզ։ Մենք չկարողացանք հաղթենք պատերազմը։ Լսեք, բայց հնարավոր է գոնե արժանապատիվ ընդունենք պարտությունը։ Ես նայում էի ամսի 8-ին, 9-ին, 10-ին, 11-ին, էլի ինչ է կատարվում համացանցում, լրատվամիջոցներում, ողբ, վայնասուն, սուկ, շիվան, Են թշնամին հիմա Ադրբեջանը նայում է այսա 5 տարի այդ ամեն ինչին ու հիանում, հաճույք ստանում, էյֆորիայի մեջ ընկնում։ Հասկանում եք, պարտություններ պետք է արժանապատիվ ձևով ընդունենք։ Այդ խայտարակությունները, այդ անմակարդակ տեքստերը լրագրողների ու բլոգերների ուր է կորել մեր ազգի արժանապատվությունը։ Հիմա թեման սա է, իմ այսօրվա հյուրն է Արտակը Խերիմյան համահայկական միաբանությունից։ Այս նույն հարցը հիմա իրան եմ տալիս։ Արտակ ջան, կարող ենք մենք գոնե արժանապատիվ ձևով ընդունենք մեր պարտությունը։ Շնորհակալություն, բարև ձեզ հարգելի հայրենակիցներ։ Կոսյա ջան, ամեն դեպքում իրավիճակը մի փոքր այլ է։ Պարտությունը սա պարտություն չէ։ Հայ ժողովուրդը չի պարտվել։ Իրականությունը դրանում է։ Այս պատերազմը պատերազմ չէր։ Այսինքն մեր կողմից վարվող պատերազմ չէր։ Մեր կողմից վարվող սաղած գիտենք ինչքան դավաճանություններ են եղել, նույնիսկ իշխանությունը դա չի հերքում, ընդդիմությունը դա չի հերքում, բոլորը գիտեն, որ սա վաճառված ինչ-որ մի ասենց շոու էր, որտեղ նահատակվեցին մեր 5000-ից ավել ոսկի տղաներ, որոնց առջև մենք խոնարհվում ենք, հազարավոր մեր հերոսներ վիրավորվեցին եւ այլն։ Եթե մենք ունենանք իրական պարտություն, ես կարծում եմ մեր ժողովուրդը վիճակի է թե պարտությունը, թե հաղթանակը փառքով կրել։ Երկու տարբերակն է, բայց սա քանի որ չի եղել իրական պարտություն, մեր ժողովուրդը չի կարողանում համակերպվել, այսինքն մենք չենք պարտվել, մենք ուղղակի վաճառվել ենք, առանց հասկանալու, առանց պատկերացնելու վաճառվել ենք։ Սա ես կասեի ոչ թե ռազմական պարտություն է, այլ քաղաքական պարտություն ժողովրդի կողմից, որ ընտրել ենք ու ընկել ենք կրակը։ Սա է ուղղակի։ Ես մտածում եմ, որ մենք չենք պարտվել, մենք դեռ կհաղթենք ու հաղթանակները առջևում են, ես դրանում առավել քան համոզված եմ, նամանավանդ որ արդեն շատ կառույցներ, մենք էլ նույնպես ունենք նմանատիպ ծրագրեր, թե ինչպես անցնենք մեծ հաղթանակների։ Բայց ամեն դեպքում այստեղ մի հատ կա պարզ ճշմարտություն, եթե դու պարտվում ես, հա, պարտվածը ընդունում ես, բայց եթե չես պարտվել, քեզ վաճառել են, քեզ խաբել են, դա արդեն դեռ ուրիշ բան է, դրա համար մեր ժողովուրդը չի կարողանում համակերպվել։ Ու դրա համար այս խոսակցությունները ամեն օր կընթանում են, որովհետև համակերպվելը դրա շատ դժվար է։ Մի հատ պատկերացեք, դավաճանական պատերազմ, հոպի անջատելը, մեր զինվորների տեղակայման կոորդինատորը թշնամու փոխանցելը եւ այլն, այս ամբողջից հետո էլի Արցախը չեն կարողանում վերցնել, մինչև չգնացի, չգիտեմ, կրակեցին կապիտուլյացիա ստորագրեցին, էլի չեն կարողանում, չկարողացավ թշնամին։ Ի վերջո թշնամի պատերազմով ողջ Արցախը չկարողացավ վերցնել։ Բլոկադաներով, չգիտեմ, սենց էլի մարդկանց խաբելով, սնունդները պայեսներում լիքը, բայց սնունդ ժողովրդի չտալով, հա, մարդկանց հանեցին Արցախից, բայց չկարողացան ի վերջո վերցնել։ Այսօր որ աչ ու ձախ ասում են, այ արցախցի չկռվեցին։ Թուրքը Արցախ չի մտել, չի կարողացել գրավի Արցախը, սա է իրականությունը։ Իրականությունը սրա մեջ է, իսկ մենք չենք պարտվել, ես չեմ համարում, որ մենք պարտվել ենք։ Շնորհակալություն։ Արտակ, բայց հիմա նայեք, ձեր ասած ավելի շուտ ինքնախապեյություն չի։ Պատերազմը ունի օրենքներ ու կանոններ։ Ոչ մի ժամանակ չի եղել դա։ Դավաճանությունը միշտ էլ բոլոր պատերազմներում եղել է, խորամանկությունը, թշնամուն կաշառել, խաբել, նրան դավաճաններ գտնել նրանց մեջ, էլի ավելի թույլ մարդկանց, ովքեր կզիջեն դիրքերն ու իրենց այդ պաշտոնները կծառայեցնեն թշնամուն, էլի, դա միշտ էլ եղել է, բայց փաստը նա է, որ մենք այսօր պարտվել ենք։
պարտվել ենք մարտի դաշտում, պարտվել ենք բարոյապես, ամենասարսափելին դա է, պարտվել ենք քաղաքականապես։ Այ ինքնախապեյություն չէր ձեր ասած էլի, որ սենց թե դա ինքնասփոփում է, մենք մեզ ենք հանգստացնում դրանով։ Քանի հոգի ունեցանք օրինակ բարձր էշելոնների սենց ասած իշխանավորներ, որ դատապարտվեցին ու դավաճանության համար։ Մենակ խոսակցություններ, վճիռներ դեռ չկան։ Բացի մի քանի հատ երիտասարդների, որ լուսանկարներով սենց իմացանք, թե նրանք էական ոչինչ չեն արել սենց։ Ես վերջ։ Ուրեմն, նայեք, մի քանի օր առաջ նշեցինք մայիսի 9-ը, երկրորդ համաշխարհային պատերազմի փառահեղ հաղթանակը, որի ժամանակ հայ ազգը ունեցել է որոշիչ դերակատարում։ Բայց նայեք, երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ սովետական բանակը մտավ Բեռլին։ Հասկանում եք, բանակը մտավ, գրավեց, պատերազմով գրավեց։ Իսկ թուրքը պատերազմով Ստեփանակերտ մտել է։ Հարց։ Պատերազմով չի մտել, բայց նա ստիպել է քաղաքը լքել։ Այսինքն ես ուրիշ օրինակներ կբերեմ, երբ որ Երուսաղեմը լքեցին եւ բանի զորքը մտավ, Սալահ Ադինի զորքը մտավ Երուսաղեմը գրավեց խաչակիրներից։ Այն ժամանակ էլ չեղավ այդ նույն ձևի, չմտան, գրավեցին, մորթեցին, էլի։ Պայման դրվեց, Երուսաղեմը ազատեցին, մարդիկ դուրս եկան ու զորքը մտավ բանի։ Սալահ Ադինի դա միջնադարյան պատմությունից մի օրինակ։ Ես չի որ խնդիրը ուրիշտեղ ման գան։ Խնդիրը եկեք ուրիշտեղ ման գան։ Մեր մոտ մենք տեսանք պահեստերում սնունդ սոված արցախցի։ Մենք տեսանք մի քանի միլիարդի զենք անզեն արցախցի։ Մենք դա տեսանք, բոլորս տեսանք։ Այսինքն այստեղ հայ ժողովուրդը չի պարտվել, հասկանում եք ոնց ասեմ, զինվորը չի պարտվել, որ զինվորը կարողանա դա այդ պարտությունը տանի։ Հասկանում եք, չի պարտվել։ Դրա համար այսօր բոլորը խոսում են, որտեղ վառված են, որովհետև այդ պատերազմը պարտվող պատերազմ չէր, մենք շատ հնարավորություններ ունենք այդ պատերազմը հաղթելու։ Թուրքը չէր կարա։ Այդ դրա համար է ժողովրդի սիրտը վառվում։ Սա մասին են բոլորը խոսում։ Ու չեն կարողանում հանգստանալ 100 տարի անցի չեն հանգստանում, ոնց որ ցեղասպանության համար 100 տարին անցել էլ չենք հանգստանում։ Չեն կարա հանգստանանք։ Իսկ ոնց հանգստանաս։ Համաձայն եմ, հենց դա պարտվել է մեր ռազմաքաղաքական վերնախավը, ես էլի ասեմ, զինվորը չի պարտվել, զինվորը իր վերջի արյան կաթիով պատրաստ է եղել կռվի, հասկանում ենք, բայց բոլոր պարտություններն էլ կրում են հենց ռազմաքաղաքական վերնախավը, զորավարները, իրանց սխալ ստրատեգիա, իրանց սխալ մոտեցման կամ տնտեսապես չեն կարողանում ձգել պատերազմը, սենց ասած, էլի օրինակներ հիմա չբերենք, էլի, դա բոլորն էլ այդ մի պատճառով է։ Էլի մեր հետ տարբեր է, չեք կարող նման օրինակ բերեք, որը մեր հետ համեմատեք։ Հնարավոր չի։ Մեզ մոտ ինչ եղավ, մեր նույն հայ Բարձրաստիճան սպան եկավ կանգնեց զորամասի կողքը, կոորդինատերն ուղարկեց թշնամուն, անօթաչուն խփեց այդ զորամասին եւ ունեցանք այն ինչ ունեցանք։ Այսպիսի բան դուք որտեղ եք տեսել, որ մի պատերազմ եք տեսել։ Սա չլսված պատերազմ է։ Այդ սպան դատապարտվել է դավաճանության համար հիմա։ Վճիռ եղել է։ Ուրեմն սա խնդրի 7-րդ եւ 8-րդ կողմը սպան դատապարտողը ես ու դուք չեք որպեսզի դատապարտենք։ Դա կա քրեյավագոր զինվորական տրիբունալ, վերջը դատախազություն կա եւ այլն, իրանք պիտի զբաղվեն։ Հիմա դե ինչի չեն անում, ում հրանքն են կատարել, դրա համար չեն անում, դա հարցի 10-րդ կողմն է։ Եկեք ժամանակը գա արխիվները կբացվի, այդ բոլոր հարցերին պատասխանը կտանք։ Այսօր սա քաղաքական գործիչները իրենց դատավորի տեղ են դրել։ Ամբողջ օրը դատում են, ամբողջ օրը ազատում են։ Ժողովուրդ ջան, դուք դատավոր չեք։ Կա դատական համակարգ, որը պետք է այդ գործողություններով զբաղվի։ Հիմա մենք չմտնենք դատավորների կամ քննչական կոմիտեի խնդիրները լուծելով։ Ինչի չեն դատապարտվել, դա քաղաքական եւ քաղաքական գնահատականը կտրվի, պարտադիր կտրվի։ Բայց այս իշխանությունների ներքո դա չի կարող տրվել։ Եթե տրվելու ուներ, միշտ հիմա տրված կլիներ։ Այսինքն մենք հասկանում ենք, որ այսօրվա իշխանությունները ի վիճակի չեն տալ նման քրեյավական գնահատական։ Այն մարդիկ, ովքեր post են պահում, երկիր են պահում, դրանք են դատապարտված։
Գասպարյան սերով։ Ինչի համար է նստած այդ մարդը չգիտեմ։ Դե հիմա նայեք Արտակ, եկեք այդ պահը դնենք մի կողմ։ Ես իմ անձնական պատմությունից մի բան պատմեմ։ Ես 2017 թվականին տեղափոխվեցի Ռուսաստան։ Ասեմ, ես երբեք դա չեմ թաքցրել։ Ամենամեծ խնդիրը եղել է իմ տղային սենց ասած բանակից հետ պահելու, որտեվ ես տեսա 16 թվականի այդ քարորյա պատերազմը, ես ինքս շատ տեղեր ասում եի, սա պատերազմի նախերգանքն է, մեծ պատերազմի։ Ես ինքս ասում եի, լինելու է ավելի մեծ պատերազմ, ու մենք պարտվելու ենք խայտարակ ձևով։ Ես դա ինձ այն ժամանակ ովքեր որ կային, օրինակի մեջ շփվել են, էլի, ես ինքս համացանցում չեմ եղել այդ ժամանակ, ես ասում եի, մենք հետամնաց ենք, մենք ես հետաքրքրվում ես, ոնց եղել էր օրինակ իմ ծառայության օրոք, նույն իրավիճակներ դիրքերում, պարզապես միգուցե մի քանի երկաթբետոնե բաներ են ավելացել, ինչ որ մի կառույցներ եւ փայտով փակված այդ խրամատներ էլի ներսից, ուրիշ փոփոխություն հայաստանյան բանակը չէր տեսել։ Ես ինքս պարտադիր չէր ես Թուրքից տեսնեի դա, ես նույնը հեռուստացույցով, տարբեր ֆիլմերով, ռազմական, կիսապատմական, մենք կար Աֆղանիստանի պատերազմից ես տեսնում եի ժամանակակից տեխնոլոգիաները պատերազմի, ուրա գնում, ինչ կարգի, բայց ես հասկանում եի, որ մենք հետամնաց ենք, որ մենք պատերազմ չեն հաղթելու, մեր զինվորը գնում է ոչ թե պատերազմ, նա իսկի 5 փամփուշտ չի կրակել, սովորական 2000-ի սկզբի զինվորները, բայց նրանք աշխատում են ստроительный բատալյոն։ Նույն Արցախում ծառայող զինվորը գնում էր աշխատում էր կամ Զորամասի բոստաններում, հրամանատարի կամ ինչ-որ շինարարություն, անտարկադրի շինարարություն անի, հասկանում եք, ստրոյ բատալյոն էր մեր, բանակ չկար էր։ Ես այդքան է հասկանում եմ, ես հասկանում եմ գնդի գրավումը ինչի համար եղավ, ես հիշում եմ Սերժ Սարգսյանի աչքերը, երբ որ Մեդվեդևի հետ նստած խոսում էին քարորյա պատերազմը կանգնացնելուց հետո։ Ես ինքս ասեցի ռուս եկել պահանջում է հողերը, շրջանները։ Դրա համար գնդի գրավումը եղավ, այդ վերլուծություններ էլի անողներ եղել են, երևի դուք եք իմանաք, որ ժամանակ շահեցին հետաձգելով այս քարորյա պատերազմ էլի, որ ինչ որ տեղի ունեցավ 2020-ին։ Դրա համար եթե ինչ որ մի Զորամասի հրամանատարի կարողացել Ադրբեջանը կաշառի, որ նա փակի հակաօդային պաշտպանությունը, դա նրա հաղթանակն է եղել ու մեր պարտությունը։ Իմ ասածը նա է, որ մենք պարտությունը երբեք չունի կանոններ, հասկանում եք, կանոններ ոչ միտեղ չկա գրված, պատերազմը չունի կանոն։ Ժնևյան կոնվենցիա դնենք մի կողմ, ամեն ձևի խորամանկություն, տեսակ ռուսական այդ ներխուժումը գազի խողովակներով, էլի որտեղ է գրված, որ կարելի է գազի խողովակով ներմուծել թշնամու թիկունք, հասկանում եք, չկա օրենք։ Ադրբեջանը օգտագործեց մաքսիմում, իր ֆինանսապես առավ, մեր սպեկուլյանտ զինվորականներից օգտվեց, մեր սպեկուլյանտ այդ գենը աշխատեց յոքուտ Ադրբեջանի եւ մենք պարտվեցինք։ Այ սա իմ կարծիքով ամենասարը դատողությունը սա է ասում, ոչ թե հիմա լացենք, որ թշնամին ուրախանա։ Նայեք, դուք շատ ճիշտ եք ասում, ձեր ամեն բառի տակ ես պատրաստ եմ ստորագրելու, համարյա ամեն բառի տակ, բայց դեռ դուք մի բան եք չեք կպցնում իար, ժողովրդի հոգին ցավում է, մարդկանց հոգին ցավում է, ուղղակի ցավում է, ու մարդիկ գիտեին, որ իրանք կկրեին, այդ նույն մարդկանց հոգին է ցավում, ովքեր եղել են առաջամարտում, առաջնագծում ով եղել են, նրանց հոգին է ցավում, որ իրանք խաբելով են դիրքը նահանջել տվել, այլ օպերացիայի անվան տակ, որ չգիտեմ, հեսա ֆլանգներից հարձակվել են եւ այլն։ Հասկանում եք, այդ մարդկանց հոգի ցավա, որ իրանք խաբվել են։ Հիմա եթե մեկը ձեզ խաբի, ձեր հոգին չի ցավա։ Ինչքան ժամանակ կմոռանաք ձեր եթե մեկը ձեզ խաբի, չգիտեմ, ձեր մեքենայի օրինակի համար մագնիտոֆոնը գողանա։ Ես հերու չգնամ, երբ որ նոյեմբերի 9-ը ստորագրվեց այդ ամեն ինչը իմացանք, այդ հիստերիան, որ մտան կառավարության շենք, ես իսկականից իմ աչքից արցուն գնացել է, ոնց որ շատ հայերի էլի այդ պահին, այդ որ ասում են հաղթում ենք, վերջ իմացանք, որ խայտարակ պարտվում ենք, այդ պահին ամեն մարդը խաբվեց, այդ մարդու
ես ինքս քանի օր չի կարողանում ոչ աշխատել, ոչ տնից դուրս գալ, բայց հետո ասենց մի տեսակ վերակազմավորվում է մարդ։ Մենք հիմա մերս ողբը, որ ես նայում էի, պաշտպանության նախարարի հետևից գնում է լրագրողը ողորմելի ձայնով ու ասում է հիմա մենք էլ երատոն չունենք մի տեսակ ձայնով էլի, հասկանում եք, դա ոնց որ մի դեգեներատ երեխա լիներ, որ դպրոցում 8-րդ դասարանում ծնողից իմացա, որ ձմեռ պապ չկա ու եկել մոր մոտ լացում է, ասում է կամ հոր մոտ հիմա ձմեռ պապ չկա, այդ լրագրողի այդ ձայները ես պատկերացնում ադրբեջանական լրատվամիջոցները ինչ հաճույքով հեռարձակեն ու ցույց կտան։ Նրանք 5 տարի հաղթանակ են տոնում։ Այդ հաղթանակը 5 տարի մենք ենք տալիս իրանց։ Թող տոնեն մի անգամ ու վերջ։ Բայց այս ամեն ինչ ախրետ լաց ու կոծը ինչ է փոխում։ Այդ հիստերիան։ Ուրեմն այստեղ մի քիչ ուրիշ խնդիր կա, դուք հիմա լրատվականների մասին եք խոսում, լրատվականների մոտ լրիվ ուրիշ է։ Նայեք, վերցնենք մի հատ sense պարզ պրիմիտիվ ճշմարտություն։ Մի հատ խոսանք Ռուսաստանաբնակ հայերի հետ։ Մի հատ խոսանք Եվրոպաբնակ հայերի հետ, նամանավանդ Ֆրանսիա, Գերմանիա։ Մի հատ խոսանք Ամերիկաբնակ հայերի հետ ու խոսանք Հայաստանաբնակ հայերի հետ։ Կամ այլ ցանկացած Վրաստանաբնակների եւ այլն։ Կտեսնեք, որ տարբեր մարդիկ են տարբեր մտածելակերպով։ Մի մասը ռուս են ատում, մի մասը ասում է, նույնիսկ Ֆրանսիայից խոսում են, ասում է, իմ համար դավաճանը թուրքը չի, այլ Հայաստանում ապրող հայ է։ Հասկանում եք, սա հենց նույն լրատվականների ինֆորմացիոն, զանգվածային ինֆորմացիոն լրատվականի միջոցով մարդկանց ուղեղը վառելու process։ Իմ ընկերները, որոնք իմ քաղաքական ընկերներն են, որոնց հետ երկար տարիներ ճանապարհ ենք անցել, 5-6 հաղորդումներից հետո նրանք հասկանում են, որ այս մարդիկ ձևափոխվում են, փոփոխվում են։ Նրանց մոտ մտածելակերպի փոփոխություն է կատարվում։ Շատ վտանգավոր իրավիճակում ենք ապրում, որ այսօր չունենք մենք անկախ գոնե մեկ լրատվական։ Բոլորը ինչ որ մեկը մեկի տակ են։ Ու կատարում են հստակ պատվերներ։ Դրա համար ես հիմա մեր աշխատանքը ինչու՞մն է, մենք փորձում ենք հիմա հովանավորների միջոցով մեկ գոնե անկախ վերլուծական լրատվական կենտրոն ստեղծել, որ գոնե կարողանանք սրանց հակազդել։ Հասկանում եք։ Այսօր ասում են կա իշխանություն, կա անդիմություն։ Չկա իշխանություն, անդիմություն, դա մի մարմին է։ Դա մի մարմին է, այդ իրանց ազգային ժողով մտում, իրանց այդ գզվրտոցը դա չեք տեսնում ազգային ժողովը ինչա կատարում։ Դա ոնց իր մարմին է ազգային ժողովը այսօր, թե բամբասանքների մարմին է։ Ախր դա պարզ երևում է, ուղղակի լրատվականները դանեն սիրուն մատուցում, որ մարդու ուղեղի մեջ այլ բան է տեղավորվում։ Ինչ որ տենում են, դա արդեն չեն պատկերացնում, պատկերացնում են ինչ որ նրանց ուղեղի մեջ տեղավորվում է։ Դրա համար լրատվականների աշխատանքն է դա էլի գնալ նոր պարտությունների, դա լրատվականների այսօրվա աշխատանքն է, այն պարտությունները լրատվականների միջոցով պարտվեցին, որովհետև չկա անկախ լրատվական, կան կոնկրետ վերևից թելադրվող բոլոր լրատվականները։ Ամեն մեկը մի տեր ունի, այսինքն տեր ասելով քաղաքական տեր։ Անկախ չկա։ Եթե մենք ունենենք գոնե մեկ անկախ լրատվական, գոնե մեկ, անունը տվեք, ասեմ շնորհակալություն ու սկսենք այդ լրատվականի հետ աշխատել։ Հիմա մենք կներեք Այդ ուղիղ եթերներով մենք փորձում ենք ինչ-որ մի բան ասենք, բայց մեր ուղիղ եթերներն այ 1000, 2000, 500, 10, 20, 50 մարդ, բայց լրատվականները հեռուստացության ամեն ինչով նայում են միլիոնները, հասկանում եք։ Մենք նման ձևաչափով չենք կարող ազդել մարդկանց վրա։ Ուղղակի չենք կարող։ Դա անհնար է։ Դրա համար պետք է ստեղծել քոնը։ Անկախ լրատվական, որը վերլուծական կենտրոն, որի միջոցով կհավաքենք համաշխարհային ինֆորմացիա մեկ վերլուծական կենտրոնում, որտեղից արդեն ըստ վերլուծության թե դա ինչ է տալու մեր երկրին կամ հետագայում ինչեր է սպասվում, նման վերլուծություններ կատարելով 8-10 լեզուներով կարողանանք հրապարակենք, որպեսզի ներհայկական կյանքը պարզ լինի բոլորին, իրական ներհայկական կյանքը, այլ ոչ թե այն ինչ որ լրատվականները ցույց են տալիս։ Համաձայն եմ Արտակ ջան, բայց տեսել եք փողոցում լրատվականները ոնց են ասում, ես Երևանում եմ ու Երևանում դա տեսա։ Ով օրինակի համար պիտի այս մի իրանց տիրոջ համար լավ բան ասեն, ով վատ էր ասում, այդ կադրը չկա։ Ով լավն էր ասում, ման են գալիս, մարդ են գտնում, որ մի հատ լավ նորմալ բան ասի, որպեսզի կարողանան կադր ուղարկել։ Հասկանում եք, եթեր ուղարկել։ Սա է այսօրվա մեր լրատվականը, որին դուք այսօր ուղում եք անում։ Դրանց վրա ես ընդհանրապես ուղում չէի անի։ Ընդհանրապես չէի անի։
Մեր եղածն սա է, մեր մոտ եթե կա լրատվական ֆինանսավորվում կամ նախկին իշխանության եկած մարդկանց օգնությամբ ֆինանսներով կամ USAID-ներ, ամերիկյան այդ Եվրոպամետ այդ կառույցը, որը 2.5 միլիարդ դոլարի ներդրում ունի հենց։ Ուր են գնացել այդ փողերը, հենց այդ կարգի լրատվամիջոցների եւ ալիքների վրա է ծախսվել։ Երևի ծանոթ եք թվերի հետ։ Ախր խնդրումը գիտեք որտեղ է։ Փողը փող, տերը տեր, հա բայց աշխատողներ պետք է աշխատող լինի, չէ՞։ Նաև պետք է հասկանա թե ինչ անում, մի աշխատանքով ինչ վնաս է տալիս պետությանը, հասարակությանը։ Դե իմացեք այդ պրոպագանդայի մեջ չկա բարոյական կողմ։ Ձեզ սովորական օրինակ թե Ուկրաինան ուր հասավ այդ պրոպագանդա այդ ատելության խոսքի շնորհիվ։ Երկիրը կանգնածա արհավիրքը արդեն արհավիրքը վերջացել է։ Հասկանում եք, այդտեղ չկա բարոյական կողմ, դա մեր ազգը, դա մեր էլիտաներից է գալիս։ Ինչի չկա, որտեղ երևի մեր հայության մեջ պարկեշտությունը վերացել է, ես մեկ-մեկ տենց եմ մտածում։ Պարկեշտ տեսակը հայի մեջ կորել է։ Պարկեշտությունը դա մենակ եկեղեցի սարքելն է։ Ես որ նայում եմ մեր պատմության մեջ հարյուրամյակներով։ Եկեղեցի սարքել։ Բայց մի հատ ազնիվ լրատվական ֆինանսավոր են, մի հատ չկա։ Մի հոգի կա գոռում, որ ինքը ամենաազնիվ լրատվականն է, բայց լիովին ռուսոֆոբիա է տարածում։ Ես Դավիթի որդին խոսում է, ես ինքս լսում եմ, այն կարգի թեզեր է տարածում, լիովին ռուսոֆոբիա։ Չկա ազնիվ ոչ մի բան, ազնիվ բառը շատերը կրկնում են իրաց լրատվամիջոցում, բայց ազնիվ լրատվական այսօր դաշտում չկա։ Ու մեղավորը մեր էլիտան է, մեր հայ ժողովրդի, ասենց ասած, ավելի ապահով խավն է, ով պետքա կրթի նոր էլիտան, բայց մեր մոտ դա չկա։ Դրա համար այս իրավիճակից դուրս գալու մի հատ ելքը, որ մենք տեսնում ենք կոմիտեի ստեղծումը ու հողի վրա մարդկանց հետ անմիջական շփվելը։ Եթե հողի վրա մենք մարդկանց հետ անմիջական շփվենք, դա մեր կարծիքով ավելի շատ արդյունք կտա, մարդկանց ներկայացնենք այն ինչը որ օրինակներով պարզյանց աչքի առաջ պազլը, հա, շատ հանգիստ հավաքվում է, ու մեր կարծիքով դա մարդկանց կվերափոխի, կձևափոխի եւ կբերի այն ճանապարհին, որ ինքն է տերը այս երկրի ու ինքը կարող է այս ամեն ինչը փոխել, որպեսզի լրատվականները լինեն անկախ, չուղղորդված։ Եթե ինչ-որ մի լրատվական ինչ-որ մեկին հանցագործություն տվեց հաղորդման մասին կամ անպատասխանատու հայտարարություն արեց, այդ լրագրողը պիտի պատժվի, իհարկե պիտի պատժվի։ Եթե բառ ես ասում, դուք բառի համար պիտի պատասխան տաս։ Իսկ ինչ վերաբերում է խոսքի ազատություն, ի՞նչն է խոսքի ազատություն։ Հետո ասող խոսքի ազատություն, թողա մոտս ասի։ Ես այն մեր քրֆեմ հրատենամ խոսքի ազատությունն է թե չէ։ Խոսքի ազատությունը ինչ կապ ունի։ Նույնիսկ ասես դավաճան թե ես քեզ ասում քումերը։ Տարբերությունը ո՞րն է։ Թողա հետո այդ խոսքի ազատությունը, թողա ես եմ մեր քրֆեմ։ Խոսքի ազատությունն է։ Ամեն մարդի ասածների մարդ պատասխան տա, այդ պատասխանության զգացումը քանի որ չկա այսօր, ով ինչ ուզում խոսում է։ Ով ինչ ուզում է, պատասխանություն ոչ մի բանի համար չկա։ Դրա համար էս ունեն։ Դրա համար ոնց կա, ասես լրատվականները էշ ինքնից տարածում են։ Որովհետև անունը դրել են ձևական խոսքի ազատություն, որով խոսում են ինչից ասես, առանց հասկանալու թե հասկանալու, մեղադրում են ում ասես, առանց հասկանալու չհասկանալու, փաստերով թե առանց փաստեր։ Մենակ մեղադրել։ Ժողովուրդ ջան, չի կարելի։ Եթե ձեռը չկա փաստ, մեղադրելը ո՞րն է։ Ցանկացած մեկի վրա մատերը դրեք, ինչի մեջ ասես մեղադրեմ, ասեմ որ Լուսինա գնացել, չգիտեմ, Լուսից երկրակա գողացել եկել։ Մեկը դուք փաստ չունեք, ես էլ չունեմ, տարբերությունը ո՞րն է իմ ձեր մեջ։ Գիտեք ու դա Տարբերությունը ո՞րն է։ դեղին պրեսան է, որ մեր մոտ չկա դեղին պրեսա հասկացողություն, բոլորը լրատվական են։ Նայեք, դեղին պրեսան, օրինակի համար Չեխիայում, ես գնացել եմ Չեխիա գործուղման, Չեխիայում դեղին պրեսան գրեց, այդ ժամանակահատվածում կա, որ վարչապետին կասկածում է բանի մեջ, ինչ որ փոխվարչապետ է, թե վարչապետ էր, հիմա չեմ հիշում, կոռուպցիոն սխեմաների մեջ։ Երեկոյան փոխվարչապետը հրաժարական տվեց, իրան կալանավորեցին ու ես հարցրեցի, հետո ասում է, եթե լրագրողը չապացուցի, լրագրողը կդատվի, եթե ապացուցի, փոխվարչապետը կդատվի։ Դե հիմա եկեք նայեք, այդ լրագրողը եթե չունենար ապացույց կմեղադրել, հիմա հասկանալով որ ինքը կդատվի, եթե հանկարծ իր ասածը զրպարտան կլներ։
Դրա համար այսօր մեր ժողովրդի մոտ ամենամեծ մեր խնդրեմը մեր լրատվականներն են, որոնք մարդկանց հանրությանը տալիս են ոչ այն ինֆորմացիան, որը պիտի տան։ Վերենգի տեղը, չէ դու վերենգի տեղը, կթեք չես թքի, սա չի մեր ազգային ժողովը։ Ստեղից էլ բխում է մեր բոլոր լրատվականները։ Սա են տարածում։ Ինչի մասին են խոսում։ Եկեք հասկանանք, ինչի մասին, դեպի ազգային ժողովի ինչի մասին են խոսում։ Ազգապարտության բամբասանք հենց էտա, Հայնիկի զարգացումը հիստերիա։ Շուկայական բացառ Հայնիկի զարգացման կապիտության մասին մի բառ լսել եք այս վերջին մի քանի ժամանակահատվածում։ բոլորը ֆանտազիաների մեջ են, հա։ Հացաշուր կորպիսոյի մայտա։ Հա։ Նրանք խոսում են փողերը հետ բերեն, հիմա ինչ որ գյուղում հողատարածք հետ բերեցին, ավտոտնակ հետ բերեցին, հետ են խոսում, տնտեսական աճ ենք տալիս, այ տալանը հետ են բերում, այս 5 տարի է։ Այդ հիմարությունները թողնենք հենց այդ հիմարությունները արդեն քննարկողներ շատ կան, էլի։ Բայց այ հիմա ինձ Հետո բանը չդարձի զանգություն է։ Հա, ցավը նրանում է, որ ոնց ումը դիմենք, որ ասենք լսեք հերիքա մեր թշնամու ականջը շոյեք այդ ձեր ողբով, այդ ձեր խելագար լրագրողներով, բլոգերներով, որ նստած, բա հիմա ինչ եղավ մեր եռատունը, կոռում են, պարտվեցինք, պարտվել ենք, պետք է ընդունենք այդ պարտությունը։ Այսօր նույնիսկ Իմ կարծիքով հիմա սա մի քիչ այլ ծրագիր է։ Հիմա մեր ճակերտավոր ընդդիմության կողմից գնում է իշխանությունների վերարտադրման եւ իրենց եւս վերարտադրման process-ը շատ հստակ է դա, շատ հստակ երևում է, որ ընդդիմությունը այսօր ամեն ջանք գործում է, որպեսզի իշխանությունները վերարտադրվեն։ Փաստերը ակնհայտ են ու շատ։ Մեկը չի, երկուսը չի, երեքը չի։ Մենակ մի բան, որ Նիկոլը կանգնում ազգային ժողովից ասում է, եկեք գնանք բանավեճի մարդ չի արձագանքում, դա արդեն հերիք է, որ Նիկոլը ճիշտ է, իրանք սխալ, այսինքն իա վերարտադրվելու շանսը ավելի մեծ է։ Միայն դա է բավական, լավ մնացածի մասին չխոսամ։ Բայց այսօր գնում է վերարտադրման process։ Ինչի է գնում վերարտադրման process։ Ես չեմ ուզում գլուխ գովամ, բայց մեր քաղաքական վերլուծությունների մեջ երբևիցե չենք սխալվել։ Անունը չտա մի քանի օր առաջ քաղաքական գործիչները ներողություն խնդրեցին, որ մայիսի 9-ին Ուկրաինան պիտի ռմբակոծել ու չռմբակոծեց։ Եթե չգիտեք Ժորժ ջան, մի խոսացեք։ Հետո ներողություն խնդրել ավելի ամոթ է։ Հիմա մեր կարծիքով ինչ է կատարվելու։ Հիմա գնալու են 26 թվականի ընտրություններից առաջ այս ընդդիմության կոչացյալ այս մանդատները վայր կդնի, կստեղծի սահմանադրական ճգնաժամ ընտրությունները 2-3 ամիս շուտ կստեղծվեն, 2-3 ամիս շուտ։ Մանդատները վայր դնելու բաներն է, որ իրանք էլ գոնե կարողանան նույն կազմով վերարտադրվեն ազգային ժողովում, որը մենք չտեսնենք ոչ մի փոփոխություն այդ նույն ազգային ժողովում, որովհետև այդ ազգային ժողովը բոլորին ձեռ է տալիս։ Նայեք, առաջին ընտրություններ 44 օրյա պատերազմ, պարտություն։ Երկրորդ ընտրություններ Արցախի ամբողջական հանձնում, Արցախի ճանաչում, Ադրբեջանի կազմում։ Հիմա գնում ենք երրորդ ընտրություններ։ Ասեմ, թե ինչ է սպասվում, թե կռահեք։ Հայաստանն են տալու։ Ուղղակի մտածեք, կռահեք, թե ասեք, թե ինչ է սպասվում մեզ երրորդ ընտրություններից հետո։ Ես գիտեմ ինչ է սպասվում։ Սպասվում է նա, որ Հայաստանը մենակ է մնալու Թուրքիայի ու Ադրբեջանի առջև։ Ես կասեմ բանտիկով են հանձնելու։ Դեպի բանտիկով հանձնելու են։ Ինչ վերաբերում է հանրության պայմանագրին, հետո գնահատեսամասին էլ կուզենայի հանրությանը ներկայացնել, թե ինչ է այդ նշանակում միանից խաղաղության պայմանագիր։ Ամեն դեպքում արգելի հայրենակից է, սա խաղաղության պայմանագիր չի, հստակ ուզում եմ, որ սա հասկանաք, սա պատերազմի պայմանագիր է։ Բացատրեմ ինչով։ Ոչ մի դրա մասին չի խոսում, չգիտես, բայց բոլորը գիտեն։ Նայեք, եթե դու կնքում ես ինչ-որ մի պետության հետ խաղաղության պայմանագիր, որի ժամանակ հանձ է սառնում, որպեսզի քո սահմաններին պիտի չլինի երրորդ կողմը, որը կարող է վերահսկի եւ մոնիտորինգ անցկացնի քո սահմանները, ինչ է դուրս գալիս։ Սահմանի վրա կանգնում ես դու եւ քո ճշտամին, կամ հարևանը, ոնց ուզում եք դուք արդեն ձեզ հարևան դարը ճշտամի չի դարը, բայց իմ մաման միշեմա ճշտամի է։ Հիմա կանգնում եք երդ դիմաց։ Վաղը Ադրբեջանը ասելու է հայկական ուժերը հարձակվել է պայմանագիր կնքելուց, այս մոնիտորինգին հանելուց հետո, ասելու է հարձակվել է մեր վրա, մեր դիրքերի վրա կրակում է։ Ինչ է դա նշանակում։ Այսինքն դա նշանակում է, որ նա իրավունք ունի պատերազմ հայտարարելու, այսինքն դու սկսել ես արդեն ռազմական գործողություններ պայմանագրից հետո,
Սկսել ես ռազմական գործողություններ, այսինքն հակառակորդ կողմը իրավունք ունի կոնկրետ պատերազմ հայտարարել միջև վերջ գա։ Բայց այդտեղ նայեք խնդիրը ինչու՞մն է, չկա երրորդ կողմը, որը մոնիտորինգ անի, ասի, չէ, գիտեք ինչ կա, հայերը չեն սկսել, դուք եք սկսել։ Այսինքն դրվում է մեր խոսքը Ադրբեջանի խոսքի դեմ, Փաշինյանի խոսքը Ալիևի խոսքի դեմ։ Ուրեմն հասկացեք, թե ում խոսքը ավելի ճանաչված լինի, պետք է դուրս գա Հայաստանից, ըստ այդ խաղաղության պայմանագրի։ Երրորդ ուժը եւս։ Դե, ի՞նչ է դու Հայաստանի Հանրապետության սահմանները երրորդ ուժ պետք է չլինի։ Երրորդ ուժ պետք է չլինի։ Այս մարդիկ էլ ասում են Թուրքիայի սահմանը մեզ պայել պետք չի, մենք ուզում ենք բացենք Թուրքիայի սահմանը, դե մեզ զինվորի չենք անում։ Ռուսների չգիտեմ, էլի ասելիք չունեմ։ Թուրքի առաջ ճանապարհը ազատվի։ Ես էլ եմ ասել, դա ամենասարսափելի Ուրեմն օդանավակայանից հանեցին երրորդ ուժին, կապ չունի դա ռուսա թե ամերիկացի, հասկացեք, դա կապ չունի, կարևորը երրորդ ուժը լինի, որը կարա մոնիտորինգ անի ու ա խոսքը ասի։ Կապ չունի, հիմա չասեն ռուսնա, թող ֆրանսիացի լինի, գերմանացի, եվրոպացի, ով ուզում է, կապ չունի, սահմանների մոնիտորինգ է պետք։ Որպեսզի մեր խոսքը Ադրբեջանի խոսքի դիմաց չլինի, այլ լինի երրորդ կողմ, որը կասի իր կարծիքը, որը կլինի ավելի որոշիչ, երկու կողմի բանավեճի մեջ։ Միանշանակ, ուժեղի առաջ միշտ էլ թույլ Սահմանին ես ոսկերը սենա բիթագետ։ Ամբողջ դեպքական առաքինությունը տվեց իր եզրահանգումը։ Ով է սկսել գործողությունները։ Ու սա հանգստացան միանգամից։ Բայց այս ժամանակ չենք ունենալու դա, հասկացեք։ Սա կուղեղ պատերազմի վտանգ է ու Հայաստանի սուվերենության կորստի։ Թե ինչ են ուզում Հայաստանի սուվերենության կորստել, դրա համար մենք առանձին հաղորդում կանենք, ավելի մանրամասն խոսենք, բայց միայն կոմիտեի ստեղծումից հետո։ Այնպիսի բաներ բացահայտենք, որպեսզի դուք ինքներդ չեք այդ պատկերացել դրա մասին։ Բայց կոմիտեն մեր հայապրկության կոմիտեն ստեղծելուց հետո։ Տեսեք, մեր ազգը շատ դժվար է համախմբվում։ Ես էլ եմ այդ նույնը ասում, մենք այսօր արդեն ալտերնատիվ ուժ չկա նախկինների եւ ներկա իշխանությունների բացի։ Ոչ մի ալտերնատիվ ուժ, որ ժողովուրդը տեսնի։ Ու ես էլի դեռ անցած ամիս էլ ասում, պետք է համախմբվի մի ուժ, որ դառնա այլընտրանք, որոնց հավատա մեր ազգաբնակչության են 60%-ը, որ տնից դուրս գալ չի ուզում ընտրության գնա, ու թքած ունեն ամեն ինչի վրա էլ։ Մեր ազգաբնակչությունն այսօր չկա ռեսուրս, ոչ իշխանություն ունի ռեսուրս, ոչ ընդդիմությունը։ Իշխանության ռեսուրսը ընդդեմ ընդդիմության, այսինքն մարդիկ չեն սիրում նախկին նախագահներին, դրան ասում են, համար ասում են ավելի լավ է այսքան թե ինի։ Նույնը հակառակը, ընտրում են նախկին նախագահներին ասելով, որ ավելի լավ ասան, քան թե էսի։ Այն ռեսուրսը, որ այս մարդիկ տիրապետում են, այդ ռեսուրսն է։ Հա, ունեն վճարովի ռեսուրս, որոնք իրանց մոտ աշխատողներ են, բանվորներ են, չգիտեմ, մենեջմենտ է եւ այլն։ Դա այդ մի փոքրիկ ռեսուրս ունեն, բայց իրական ռեսուրս այսօր չունի, ոչ ընդդիմությունը, ոչ իշխանությունը։ Երկու կողմն չունեն։ Այլ եմ կրկնում, այս մեկի ռեսուրսը ընդդեմ այս մեկի է, այս մեկի ռեսուրսը ընդդեմ այս մեկի է։ Եթե հիմա այս երկուսի երրորդ ուժը կայնա համախմբի, անց ռեսուրսից կզրկվեն։ Ընդհանրապես կզրկվեն ցանկացած ռեսուրսից։ Մնում այդ երրորդ ուժը համախմբվի, այդ համախմբումն է մնում, որ պետքա փետը առնես երբ ինքնես բոլորը։ Երրորդ ուժը ես ասել եմ, կա ու այդ հայապետության կոմիտեն է։ Երրորդ ուժը արդեն կա, քաղաքական հայտարարություն արդեն կատարել ենք ու ինքը արդեն կա, գործում է, ինքը հայապետության կոմիտեն է, որ հիմա արագ ձևավորվում է, մոտ ժամանակների ձևավորումը կվերջացնենք եւ առաջին նիստի համար մենք հանրային նիստ կիրականացնենք ծրագրերի քննարկման ու ցույց կտանք հանրությանը, թե ոնց է պետք աշխատել հանրային, որ ոչ մի բան չպահես, ոչ մի բան չփախցնես, թաքուն չանես։ Հանրային առաջին նիստից հետո արդեն ամեն ինչ բաց կլինի, ժողովուրդը կտեսին, որ իրական երրորդ ուժը կա ու երրորդ ուժը արդեն մտել է պայքարի մեջ։ Տեսնենք, մեր դասված այդ ամեն ինչը լինի, ես էլ եմ ասում, երրորդ ուժը պետք ձևավորվել, են որ առաջարկ ունեի, ասում էի, համախմբվեն օրինակ, հանրային հարգանք ունեցող մարդիկ, բայց շատ դանդաղ են շարժվում, դանդաղ։ Եկեք անկեղծ լինենք, ձեր առաջարկին առաջինով ասեմ մենք համաձայն ենք, ցանկացած ձևաչափով։ Դուք առաջինը դուք եք ասել, երկրորդը Վարդան Ղուկասյանը, իր թիմով Անի Խուդավերդյանը։ Մենք համախմբման կողմնակից ենք, ժողովուրդ պիտի համախմբենք, ինչ ձևաչափով կհամախմբենք, պիտի համախմբենք։ Հա, մնում է մնացած։ Գիտես պրոցեսը որն է։ Նայում ես, եթե ասված սրանքեր են ծախված, Հավայի խոսացող են, այդ հավայի խոսացող ասողներ, դուք ինչ եք անում, եթե հավայի չեք խոսում, մենք գոնե մի բան խոսում ենք։ Մենք մեր վտանգ վերցնելու մի բան խոսում ենք, դուք ինչ եք անում։
Էշ ուստալուց բացի։ Բարի գինի ասել, էշ, ում ավանակ, ոնց ուզում եք ընդունեք։ Կոմենտերի տեսքով։ Ճիշտ է, դա գործ։ Դա են մեր Դա էշություն է, դա գործի, դա անասունություն է, դա ազգապարակտում է։ Ես ոչ մի նման կոմենտի չեմ մեկնաբանում, բայց հիմա եթերով եմ ասում, որ դա անասունություն է։ Եթե ունեք փաստ, փաստով դրեք խոսենք։ Չունեք փաստ, ուրեմն դուք անասուն եք, որ նման բան եք գրում։ Պարզ ասում եմ։ Իմ համարը կա, հեռախոսի համարս ունեք, զանգեք, մի հատ կմեկնաբանեմ հեռախոսով։ Փաստ ունեք, եկեք փաստով խոսենք։ Սախի, նախի։ Երկու բառ, հավայի խոսացող եք։ Մեր ազգը բան այդ դավադրության այդ տեսությունները շատ լավ է ընդունում։ Ես մի բան պատմեմ, այն COVID-ը որ սկսվեց ու վակցինացիան գնաց, ես մի հատ ընկեր ունեի։ Այստեղ պարտադիր էր վակցինացիա ունենալը, որտեղ աշխատանքից ամեն ինչից կընկներ, էլի։ Այդ ընկերս որ իմացավ վակցինացվել եմ, ասես 2 տարուց մեռնելու ես։ 20 թվի ամռանն էր, էլի։ 20-ը թե արդեն 21-ն էր։ Ու միջև հիմա զանգում եմ, ասում եմ Արտուր ջան, Գերմանիա եմ ապրում։ Հələ սաղ եմ, դες չեմ մեռել։ Ասում այդ դու այս տարի կմեռնես։ Քեզ չիպավորել են, քեզ դու շուտ ես մեռնելու։ Հետո մեր ազգը այդ COVID-ի ժամանակ էլի մեծամասնությունը ինչ խելագարության ասես հավատում էր, էլի։ Մեր ազգը մի տեսակ ճիշտ բան, շիտակ բանը դնես դեմը չեն հավատա։ Մի հատ երշություն դուս տաս 95%-ը կհավատա։ 85%-ը լրիվ այա վրա երթում կտա, որ կասի ճիշտ է դա։ Այս ազգա մեր ազգը։ Դե մեր ազգը շատ լավն է ամեն դեպքում։ Ունենք այս եթերների, ելի եմ ասում, այս լրատվականների միջոցով ուղին փոխած ինչ որ մի հատ sense բան, որ մարդկանց մեղադրելու չի։ Դա բնական է, երբ որ ամեն օր ականջի նույն բանն են ասում, վերջում քո հետ նստված կա տալիս դա։ Դա բնական է։ Մենք մեղադրում ենք սովորական մարդկանց, որոնց հատուկ պլանավորված ուղղորդում են, շեղում են։ Ես մարդկանցից ինչ ենք ուզում։ Եկեք մտածեք մենք ինչ կարող անենք դրա դեմն առնելու համար, քանի որ մենք դա հասկանում ենք, որ մի բան պետք է անենք։ Եթե չանենք, մեզից դավաճան էլ չի ելնի։ Եթե դու հասկանում ես ու չես անում, ուրեմն քեզից դավաճան էլ գոյություն չունի։ Ես տենց եմ հասկանում։ Կամ մեր խոսանելը անիմաստ։ Ինչի համար են խոսում, եթե պիտի գործ չանի։ Պետք է շուտ սկսենք խոսալը։ Ինչ է Արտակ ջան, սրանով արիգեք այսքան ավարտենք մեր ժողովուրդներ մի քիչ շատ բան չանի, էլի գլուխները չտանենք։ Մեր պարտության մեջ բոլորս ենք մեղավոր, բոլորս։ Ես որ ժամանակին ավելի շուտ չէի խոսում, լրագրողը որ չեր հարցնում իր հետ ծանոթ բարեկամին ով բանակից եկել էր, թե ինչ մակարդակի է բանակը, զինվորականը, չինովնիկը, ղեկավարը, որ մենակ իրաց գրպանները լցնելով էին, հեղափոխությունը, որ եղավ, առաջինը ուր վազեցին, իրանց պատավատները գրկեցին, հասկանում եք, բոլորս ենք մեղավոր, սովորական քաղաքացուց բռնած միջև բան, որ հարց չենք տալիս, այդ Ղարաբաղում այդ դիրքերում, եթե հաղթել ենք, ինչի ենք խրամատում պահկված, հաղթանակից հետո ով է խրամատում պահկվում, եթե դա իսկապես հաղթանակ էր, հենց որ սա բոլորիս մեղքն է եղել այս պարտությունը, ու հիմա դնենք թշնամու ականջը շոյենք, մեր լաց ու կոցով, լսեք, Հիտլերը մի լավ բառեր էր ասել էր, հաղթել կարող են բոլորը, դիրա բառերից ավելի վաղ, բայց ասում է հաղթանակը, պարտությունը ընդունել կարող են только великие, այսպես մոտավորապես խոսքեր ուներ Հիտլերը, դա իր ժողովրդին հանգստացնող, նրա ծրագրերը ուրիշ էին, ինքը դե չէր բացվել դա, երբ որ նոր էր եկել իշխանության, հասկանում եք, շատ գեղեցիկ բառեր էին, որ հաղթել կարող են բոլորը, բայց հաղթանակը ընդունել միայն հանճարեղները, ու հռչակավոր ազգը, էլի, այսօր, Արտակ ջան, ինչ կասեք, արձագանք դուք ես էր, վերջի բառը։ Դե ինչ արձագանք եմ, ինչ ասում եք համամիտ են, բայց էլի եմ կրկնում, ես իմ տեսակետի մնում եմ, որ մեր ժողովուրդը իմ պարտված չի համարում, դե համարել իր բողոքը միջև հիմա բարձրացնում է։ Ինչ վերաբերում է թշնամի ականջին շոյելուն, Կոստյա ջան, սենց ասեմ, մենակ մնում է հայկական ազգային ժողովը միացնեն, Հայաստանի ազգային ժողովը միացնեն ու ականջները կշոյվի, ուրիշ բան պետք է չի։
Մենակ ազգային ժողովը միացնեն ելույթները, արտանելական շոյելու բան պետք չի, դա իրանց հերիք է, այնպես որ այսօր մեր ցանկացած քաղաքական դաշտում կատարող ցանկացած գործողություն իհարկե ականջաշոյում, քաղաքապետը դուրս է գալիս մարդացեցում ենթի կաբինետի դիմաց, դա ճշտամա ականջաշոյելա, թե աշոյելա, թե տաշոյել չի, ամեն ինչ։ հասկանում եք, ախր մի բան չի, որ ասես, այս մի բանը աբսուրդ է, այս մի բանը չէ, ախր մի բան ասեք, որ աբսուրդ չի, մի բան, գոնե մի բան, ռամոս չուր նայում ես, սա աբսուրդ է, Աբսուրդ է, ամեն ինչ, որտեղ նայում ես աբսուրդ է։ ոնց կարա պատերազմը պարտված վարչապետը կանչի պատերազմը հաղթած նախագաներին ուղիղ դեպատի, պատերազմը հաղթած նախագաները վախենան գան պատերազմը պարտված վարչապետի մոտ դեպատի, կբացատրեք, բացատրեք հասկանամ, իմ պատկերացմով ուղիղ 3 րոպե հետո ազգային ժողովի բոլոր անդիմադի պատգամավորների բերանով ասեն պատրաստեք վաղը ժամը 3-ին, օրինակի համար, կամ այսօր ժամը 5-ին, ըսկի ժամը չկորցնենք, նախագահները պատրաստ է դեպատի, ու երկուսն էլ միանգամից է կանչում, հատատեր չկանչում, երկուսի միանգամից, Հենց այդ է, դրանով չեն գնում, որ ապահովեն Նիկոլի հաղթանակը վաղվա։ Ու ժողովուրդ դե ռեյտինգն են Նիկոլի բարձրացնում, Նիկոլի ռեյտինգը այսօր բարձրացնում են, հավեսական բարձրացնում են, Համաձայն եմ։ Դուք ասում են նախկին ներկա, նախկին ինչ ներկա ժողովուրդ, ձեր աչքի առաջ, ախր տեսեք ինչ է կատարվում, ինչ նախկին, ինչ ներկա, ինչ հաղթած նախագահ, ինչ պարտված վարչապետ, սա մի հատ մեծ ծրագիր է, 91 թվականից մինչև այսօր, Շապիտով շատ մեծ ծրագիր, իսկական կրկեսը փակեցին, իրանք տեղով դարձել են հիմա կրկես են արվում։ Ինչին է սա պետք կրկես բացեն։ Տեղը առևտրի կենտրոն սարքեն ազգային ժողովն է մեր կրկեսն է։ Այդ է։ Ինչ ասեմ, չգիտեմ, սա իրականություն է, ուզում եք թռեք վերև վիճեք ներքև, սա իրականություն է, եթե մի պահ այդ աչքերներից այդ քողը հանեք, ականջներից այդ բամբակը հանեք, նստեք, ինձ մի նայեք, մի լսեք, ոչ մեկից մի լսեք, ազգային ժողովը մի հատ նայեք, նախկինների նայեք ու ներկաների նայեք, կպցրեք իրար, կտեսնեք ինչ է դառնում։ Միացեք իրար, տեսեք, մի հեռուստացույցով մեկին նայեք, մյուս հեռուստացույցով մեկին, կամ հեռախոսով մեկին, մյուս հեռախոսով մեկին լսեք, ու կտեսնեք։ Ճիշտ եք։ Հենց որ մեր ժողովրդին իմաստություն, մի քիչ խելք հավաքի միջև մյուս ընտրություններ, Արտակ ջան։ Ժողովրդի իմաստությունը, ժողովրդի իմաստությունը Կոստյա ջան։ Մեր քաղաքական գործիչների իմաստություն, որ կարողանան խելքի գան ու այս ժողովրդին արդեն կարողանան ուղղորդել։ Մեր քաղաքական գործիչների իմաստություն, դա ժողովուրդը միշտ էլ իմաստուն է։ Այդ արդեն ուրիշ քաղաքական գործիչները մի անգամ պիտի ասեն հոп, կանգնեցին, հիմա գնացինք առաջ արդեն երկիրը փրկելու։ Ինչ այլ են քերիքա։ Եվ այդ արդեն կթողնենք մյուս հաղորդմանը։ Այսօր արդեն 40 րոպե խոսացինք։ Բարի, շնորհակալ եմ։ Հենց որ հաջողություն ժողովուրդ ջան։ Շնորհակալ եմ։ Մի քանի դեպք։ Շնորհակալություն։ Հաջողություն։